Իրանի Չաբահար նավահանգստում ծովային երթևեկության կառավարման կենտրոնը վնասվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով, իսկ նայի տվյալներով միջադեպը չի խաթարել նավահանգստի աշխատանքը եւ նավերի երթևեկությունը շարունակվել է առանց ընդհատման։ Հուլիսի 8-ին եւ 9-ին պայթյուններ են գրանցվել Իրանի մի շարք քաղաքներում եւ շրջաններում, այդ թվում Բադար Աբասում, Ջասկաում, Սիրիկում, Չաբահարում եւ Բուշեհրում։ Իրանական կողմը հայտնել է նաեւ զոհերի մասին։ Իրնայի փոխանցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի անդամ Մուհամմադ Ռեզա Խազինին։ Վաշինգտոնը հարվածները կապում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների հետ։ Ամերիկյան կողմը Թեհրանին մեղադրում է միջազգային ջրային ուղում առևտրային նավերը թիրախավորելու եւ պայմանավորվածությունները խախտելու համար։ Իրանն էլ հայտարարել է պատասխան գործողությունների մասին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պնդմամբ հրթիռներով եւ անօդաչուներով հարվածներ են հասցրել Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Լրատվամիջոցները հաղորդում են նաեւ Հորդանանի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների մասին, մասնավորապես Մուվաֆակ Սալթի ավիաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժեր։ Իր հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը ավարտված է։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը համաձայնել է շարունակել բանակցությունները, քանի որ ըստ նրա այդ խնդրանքով դիմել է Թեհրանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը խնդրել է մեզ շարունակել բանակցությունները։ Մենք համաձայնել ենք, բայց Միացյալ Նահանգները հստակ հայտնել է նրանց, որ հրադադարը ավարտված է։ Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը հղումանելով աղբյուրներին գրել է, որ Իսրայելն Ամերիկայի Միացյալ Նահանգներին փոխանցել է հետախուզական տվյալներ Իրանի կողմից Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր նոր մահափորձի ծրագրի մասին։ Թրամփն արձագանքելով տեղեկությանը հայտարարել է, որ եթե Իրանը փորձի սպանել իրեն, Ամերիկայի Միացյալ Նահանգները կպատասխանի հրթիռային հարվածներով։ 1000 հրթիռ պատրաստ է եւ ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Հրամաններն արդեն տրված են եւ Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են, եթե Իրանի կառավարությունը փորձի սպանել Միացյալ Նահանգների գործող նախագահին։ Թեհրանն իր հերթին Վաշինգտոնին մեղադրում է պայմանավորվածությունները խախտելու համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները խախտում է փոխըմբռնման հուշագրի դրույթները։ Արաղչին հատկապես մատնանշել է նոր պատժամիջոցները։ Իրանը մինչև այս պահը պահել է իր խոսքը։ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները հերթական խախտումն են եւ հակասում են հուշագրի 9-րդ կետին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Սահմանափակումներ են կիրառվել իրանական արժույթի փոխանակման մի քանի ընկերությունների, ֆինանսական կառույցների եւ անշարժ գույքի ոլորտում գործող միջազգային ընկերությունների նկատմամբ։ Ամերիկյան կողմի պնդմամբ այդ կառույցներն օգտագործվել են պատժամիջոցները շրջանցելու եւ Իրանի պետական ու ռազմական շրջանակների ֆինանսական գործարքներին աջակցելու համար։ Իրանում էլ սպառնում են պատասխանել նոր հարվածներին։ Իրանի խորհրդարանի խոսնակ եւ գլխավոր բանակցող Մուհամմադ Բաղիր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է լիակատար պաշտպանության, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները խախտի ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը։ Եթե Միացյալ Նահանգները դավաճանի ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագրին, Իրանը պատրաստ է լիակատար պաշտպանության։ Այս պատերազմը չի ավարտվելու Թեհրանի հանձնվելով։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մուհամմադ Բաղեր Զոգլադն էլ զգուշացրել է Իսրայելին չմիանալ ամերիկյան հարվածներին։ Նրա խոսքով Իրանի ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում կստանա համարժեք պատասխան։ Այս ամենին նախորդել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցման փոխըմբռնման հուշագիրը։ Այն ստորագրվել էր պատերազմական գործողություններից հետո եւ պետք է հիմք դառնար հետագա բանակցությունների համար։ Հուշագրով նաև նախատեսվում էր, որ առևտրային նավերը 60 օր անվճար պետք է անցնեին Հորմուզի նեղուցով, սակայն Հորմուզի հարցը դարձավ նոր հակասությունների կենտրոն։ Թեհրանը պնդում է, որ իրավունք ունի վերահսկել նեղուցով անցնող նավարկությունը եւ վճարներ գանձել մատուցված ծառայությունների համար։ Վաշինգտոնն ու Պարսից ծոցի նրա գործընկերները հակադարձում են, նեղուցը պետք է բաց լինի, ազատ եւ անվտանգ նավարկության համար։ Իդեպ Axios-ը հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել Շվեյցարիայում, սակայն Իրանը հերքել է հաջորդ շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նոր բանակցությունների նախապատրաստման մասին տեղեկությունները։ Ֆարսի փոխանցմամբ պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ նման հարցերի վերաբերյալ հավաստի տեղեկությունը կտրվի միայն պաշտոնական աղբյուրներով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։